Հոկտեմբերի 8-ին մեր ձևով ժողովրդական շարժման անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Սևան քաղաքում, որտեղ Նաիրյան 160 կոտորակ 4 եւ Նաիրյան 160 կոտորակ 13 հասցեներում տեղի ունեցավ շարժման արդեն երկրորդ մարզային գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։ Առաջին գրասենյակը մեր ձևով շարժումը բացել էր Գյումրիում հոկտեմբերի 4-ին։ Այս գրասենյակի բացումը բոլորիս համար, լինելու նոր գաղափարների եւ համագործակցության կենտրոն։ Սա միայն գրասենյակ չէ, կամ էլ ուղղակի մասնաճյուղ։ Այս վայրը դարձնելու են գաղափարների ձևավորման, դրանց իրականացման եւ ձայներ լսելի դարձնելու կենտրոն։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր խոսքում շնորհավորեց բոլորին նոր գրասենյակի բացման առթիվ, նշելով, որ այն բացվել է, որպեսզի յուրաքանչյուր սևանցի կարողանա իր ծրագրերով, ապագայի հետ կապված իր մտորումներով կիսվի շարժման ծրագրերը ի կատար ածելու համար։ Ողջունում եմ ձեզ, սևանցիներ ջան։ Ուզում եմ ձեր քաղաքի մասին շատ գիտեմ, որովհետև շատ գոլեգաներ ունեմ ձեր քաղաքից ու զարմացած եմ, որ դպրոցները այսպիսի լավ մասնագետներ են տալիս Սևանի դպրոցները, որովհետև մեր մոտ լավ պրոֆեսիոնալներ կան։ Հայաստանի շատ տարածաշրջաններ ունեն տարբեր ուղղությունների զարգացման պոտենցիալ, տարբեր ուղղությամբ են զարգանում։ Մեր Սևանը հիմնականում լիճն է ու նաև մենք ունենք գյուղատնտեսական, անասնապահական ինչ-որ պոտենցիալ։ Սևանում հին ժամանակվա գործարաններից բան չի մնացել։ Օրինակ գիտեմ, որ զինք գործարան ունենք, տարածաշրջանում կապրոնի գործարան կար, այստեղ բան չի մնացել։ Մենք համայնքներ գնալուց, մինչև համայնք գնալը հիմնականում մեծ ժամանակ ենք հատկացնում, ուսումնասիրում ենք, թե ինչ կարելի է զարգացնել այդ ռեգիոնում։ Ինչ ենք Սևանի համար ուզում առաջարկել մարդկանց։ Հիմնականում այսպիսի հարստություն, ինչպիսին է ծովը, որ դուք ասում եք ծովը, Հայաստանում շատ քիչ ռեգիոններ ունեն։ Ուղղակի մենք պետքա ճիշտ օգտագործենք։ Շատերդ կհամաձայնվեք, ինձ թվում է, որ միակ լավ սեզոնը Սևանի ու սևանցիների համար երևի տուրիստական 2-3 ամիսն է։ Դրանից հետո Սևանում շարժը իջնում է, քչանում է, մարդիկ գնում են արտագնա աշխատանքի։ Մեր առաջարկը ինչն է, բարդ է լինելու, դժվար է լինելու, բայց պետքա Սևանա լիճը մենք 3 ուղղությամբ կարողանանք օգտագործենք։ Առաջինը մի մասը բաժանենք տուրիստականի ու լուրջ զբաղվենք նրանով, որ սեզոնը երկարի։ Հիմա որ ասել եմ, ներկայացրել եմ մի անգամ, որ պետքա ձմեռը ինչ որ զբաղմունք լինի, որ ձմեռն էլ հյուրանոցներ, մարդ գա, տուրիզմ լինի ինչ որ ձև։ Շատերը ասում են, բա ձմեռը ցուրտ է, Սևանը քամի է, բանա, ձմեռը ցուրտ է լինում, вообще-թե։ Բոլոր տեղերն է ցուրտ է։ Պետքա ուղղակի մենք ճիշտ մտածենք, ճիշտ գաղափար առաջարկենք, որ Սևանում տուրիզմը այլընտրանք չունի։ Ձմեռային պետքա լինի, որ ամառը հյուրանոցները լցվեն, մարդիկ գան լճում լողանալու համար, իսկ ձմեռային տուրիզմի համար։ Ոնց որ Ծաղկաձորը ունի, մենք պետքա տարածաշրջանում գտնենք այդ վայրերը։ Մյուսը ձկնաբուծությունն է։ Որոշ մասեր մենք տեսնում ենք, որ Սևանում թույլատրություն պետքա լինի, որ ձկնաբուծարաններ Սևանի ափին կառուցվի, բայց էկոլոգիան պահելով, գիտեմ, որ խնդիրներ կան, կեղտաջրերը լցվում են, բան են անում ծով, պետքա այդ էկոլոգիան պահեն։ Ու նաև քաղաքին սա չի վերաբերվում, հիմնականում գյուղերին մենք առաջարկենք նաև ձկնորսության տարբերակ։ Հայաստանում Սևանի տարածաշրջանը զարգանալու ճանապարհը Սևանա լիճը ճիշտ օգտագործելն է ու ինչ որ արտադրություն Սևանի մեջ ունենալն է։ Այդ է մեր առաջարկը ու դա է լուծումը, որ մենք ուզում ենք ձեզ առաջարկենք։ Մեր ձեւ շարժումը պատրաստ է, եթե առաջարկներ կլինեն, մեր ղեկավարը շարժման տեղի պատրաստ է լսի, ուղարկի Երևան, մենք նայենք, քննարկենք բոլոր առաջարկները։ Հնարավոր է բան կա, որ դուք մեզանից լավ գիտեք, առաջարկեք, քննարկենք։ Շնորհակալ եմ շատ, որ եկել եք։ Բացման ժապավենը կտրելուց հետո շարժման անդամները եւ գրասենյակի առաջին այցելուները շրջեցին գրասենյակի տարածքում եւ ծանոթացան գրասենյակում ստեղծված պայմաններին։ Մեր ձևով շարժմանը ժողովուրդը արդեն սպասում է, վաղուց է սպասում եւ հույս ունի, որ այս շարժման շնորհիվ մենք կարող ենք այս իրավիճակից դուրս գալ։ Մենք ունենք տնտեսական շատ խնդիրներ, ինչպես իմացան քաղաքական շատ խնդիրներ, պատերազմը, կորցրած Արցախ, փախստականներ Արցախից ամբողջ սփռված Հայաստանով, որոնց հարցերը դեռ չի լուծվում, ինչպես պետք է։ Մենք մեծ հույսեր ենք կապում, որպեսզի մեր ձևով շարժումը այնպիսի պատվով հայ ազգի համար
առաջ կմղի, կտանի մեզ այնպես, որպեսզի մենք չամաչենք աշխարհում որպես հայ տեսակ։ Փոխվի ամեն ինչ դեպի լավը, Սևանն էլ կզարգանա, գործի տեղեր շատ կբացվի, մենք էլ կարանանք մի տեղ աշխատենք ձմեռը, պարապ չմնանք, բոլորի համար լավ լինի։ Պետք է աջակցենք, ինչքան կարանք աջակցենք։ Հավատում եմ ասածներին, այդ ծրագրերին, որովհետև իրանց արածները տեսել ենք, դրա համար հավատում եմ։ Մենակ խոսքերը հեչ կան, էլի, բայց այն, որ իսկապես կա արած գործեր, կա ներդրում, կա վերջապես երկրի համար արված բաներ, ես հավատում եմ այդ դրա շարունակականությանը եւ ավելի մեծ տապով։ Ծանոթացել եմ ծրագրերին, ծանոթացել եմ իրանց բոլոր միտքը, գործունեությունները ուսումնասիրել եմ ամբողջությամբ։ Եվ ուզում եմ, որ միանամ ինքս էլ իմ գործը, իմ ներդրումը ունենամ մեր հայրենիքի փրկության համար, իշահ մեր երկրի, մեր հայրենիքի, մեր ապագա սերունդի։ Մեր գործունեությունը, ինչպես նաև ելույթում ասացի, հիմնականը տրվել է գործարանների եւ տուրիստական զարգացման ոչ միայն ամառային, այլև նաև ձմեռային զարգացմանը։ Ինչպես նշեց պարոն Կարապետյան, մենք ունենք նաև կաթնամթերքի անասնապահության խնդիրներ։ Ցանկացած սեվանցի կարող է այդ գրասենյակում գրանցվել կամավորական, իր խնդիրներով կիսվել եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի աջակցենք այդ խնդրի լուծմանը։ Մեր ձևով ժողովրդական շարժման ներկայացուցիչները Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ շրջեցին Սևան քաղաքում, զրուցեցին մարդկանց հետ, Սևանի մշակույթի կենտրոնին կից վերջերս բացված զոհվածների հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեցին հերոսների հիշատակին։ Այնուհետև մեր ձևով ժողովրդական շարժման ներկայացուցիչները եղան Սևանի 5-րդ միկրոթաղամասում, որտեղ մեր ձևով ժողովրդական շարժման նախաձեռնությամբ եւ Տաշիր բարեգործական հիմնադրամի աջակցությամբ տեղադրվել են նոր խաղամիջոցներ երեխաների համար։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Գեղամաուր։